Մարիա հեռուստասերիալում Մարիան ու Դավիթը վերջապես միավորում են իրենց ճակատագրերը մի երջանիկ օրով, որը լցված է հույզերով, ժպիտներով ու երջանկության արցունքներով։ Հարսանիքի օրը տարբերվում է բոլորից, այն ոչ միայն սիրո, այլև պայքարի հաղթանակ է։ Չնայած իրենց կյանքի բազմաթիվ փորձություններին, երկուսն էլ ընտրել են հավատալ միմյանց և սիրո ուժին։ Մարիան սպիտակ զգեստով փայլում է, իսկ Դավիթը ինքնավստահ ու խրոխտ, բայց միևնույն ժամանակ խոնարհ ու երախտապարտ այդ օրվա համար։ Հյուրերի թվում է նաև Լիլիթը, սակայն առանց իր ընտանիքի Ռաֆի ու Ալլայի իմացության։ Ռուբենը տեսնելով իր դստեր երջանիկ հայացքը զգում է, որ վերջապես հանգիստ կարող է շունչ քաշել։ Նա խոստանում է լինել զույգի կողքին, ինչ էլ պատահի, ու խնդրում է Դավիթին, որ սիրի ու պահի Մարիային այնպես, ինչպես ինքը որպես հայր։ Դավիթը վստահ է իր զգացմունքներում ու խոստանում է անել հնարավոր ամեն բան, որպեսզի Մարիան լինի երջանիկ։ Մարիան էլ բացահայտում է իր զգացմունքների խորությունը, ասելով, թե եթե անգամ Դավիթին դատապարտեն ազատազրկման, ինքը պատրաստ է սպասել նրան տարիներ շարունակ, միայն թե իմանա սիրել է ճիշտ մարդու։ Բայց այս գեղեցիկ օրվա խորապատկերում իրականությունը շարունակում է զարգանալ։ Արտակի սպանության գործով քննիչ Խաչատրյանը իր աշխատասենյակ է հրավիրում Սոֆյային։ Խաչատրյանը հստակ է ասում, մի քանի օրից դատն է և ամեն բան կախված է հենց Սոֆյայի ցուցմունքից։ Եթե նա ճիշտ ներկայացնի իրավիճակը, ապա Դավիթը երկար տարիներ կանցկացնի բանտում։ Սոֆյան մի պահ շփոթվում է, բայց երբ հասկանում է, որ սա իր հնարավորությունն է վրեժ լուծել և արդարություն հաստատել, համաձայնում է առանց երկար մտածելու։ Իսկ իրականում Խաչատրյանը վրեժ է լուծում Ռուբենից։ Նա ցանկանում է Դավիթին բանտ ուղարկելով ցավացնել Ռուբենին։ Քիչ անց Սոֆյան դուրս է գալիս քննիչի աշխատասենյակից ու հենց դռան շեմին հանդիպում Ռուբենին։ Վերջինս հանկարծակի է գալիս, տեսնելով Սոֆյային այդտեղ։ Նա անմիջապես սկսում է կասկածել, ինչու պետք է Սոֆյան ներկայանար այստեղ, եթե ոչ ցուցմունք տալու, բայց Սոֆյան միանգամից իր վրա է վերցնում իրավիճակի կառավարումը։ Նրա դեմքի արտահայտությունը, հանգիստ շարժումները և ինքնավստահությունը հուշում են. այս կինը սովոր է ստել։ Նա ժպտում է Ռուբենին, աննշան խոսքերով շրջանցում իր ներկայության պատճառը և հեռանում, թողնելով Ռուբենին խորը մտորումների մեջ։ Բոլորը վերադառնում են իրենց կյանքին, երջանիկ կամ տագնապով լի, բայց սպասումը արդեն մեկնարկել է, դատը մոտ է, անխուսափելի ու ճակատագրական։ Հարգելի հետևորդներ, ինչ տեղի կունենա դատավարությանը, արդյոք Դավիթին կճանաչեն մեղավոր։ Գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Մեկ ունեն ասելի հո անտեր չես։ Երկու ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ Ինչ ասենք։ Որ կամարիկը կերնի։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Ինձ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ընք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքը։ Այսօր։ Դե գնա, նստել ես։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմոս գովազդնաման։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես սպասում եմ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա, մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սենց։ Время пройдет, и ты забудешь все, что было.
Բա, այս էս տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժջուն ենք։ հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուրա աթիվիում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է սկսեմ նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո, այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ։ Ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ է։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ քանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդար է, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ժողովուրդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for now drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կան կարող Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը sense բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստատիտող